Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել, ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ հաստատությունը։ Միակողմանի սիրո է։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստան շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Ալիևը Շիրոյան ներեցեք 24 ժամվա ընթացքում հաստատի վարչապետը 3 հաղորդակցություն տարածեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասին է, որի մասին։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Խնդրում եմ հերթով հարց տվեք։ Ադրբեջանական կողմում կան, արդյոք դա է հայկական կողմում ստիպում, որպեսզի նման հայտարարություն։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղում։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում չի ստորագրել, այդպեսի արտակներ չեն տեսնում։ Հակառակ արտակներն են տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, Լուսանիջանսկի հարցնել է դրա մեջ մտնում Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Տպավորություն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանի եւ ուղղակի ակտիվ տեղաշարժվել է կողմից եւ Նիկոլ Փաշինյանը այդպես ողջունարական ուսումա մեկ օր շուտ ստորագրել տալ ամեն օր խոսում աղաչում մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Իհարկե լավ է, որ պատերազմ չլինի, բայց Իվանով ադրբեջանական կողմը ռազմավարների բարբերաբար մեղադրում է կողմի կլատվածելու համար։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չեղավ, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Բայց նախապայմանները չկան, նախապայմանների մասով տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Սկզբանե խաղաղության պայմանագիրը, հետո Նիկոլ Փաշինյանի խոսքերով դարձավ խաղաղության համաձայնագիր, նախ ինչու դրանք փոխվեց, չնայած որ ասում մեծապես ռեալական տարբերություն չկա եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մեջ հստակ է դիրքորոշումը իրացրել պաշտպանության նախարարությանը, որ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չպետք է լինի, մենք գտնվում ենք խաղաղության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմի, այսինքն եթե ադրբեջանական կողմը ոչ թե չպետք է լինի, չէ, ոչ թե չպետք է լինի, վարչապետը նշել է, որ որևէ նման բան չկա։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այդտեղ որևէ հարց չկա։ Պատերազմի վտանգ
ոչ թե նստենք նայենք, ես ասացի, որ պաշտպանության նախարարությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանություն։ Այդքան եթե հարձակվի մենք ինչ ենք անում։ Բնականաբար, եթե հարձակվի, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա որևէ հիմնարկում Երևանի եւ Բաքվի միջև պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջև են քննարկումները եւ գործընկերոջս հարցին չպատասխանեցիք, պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջը որն է, ինչու է նախկինում պայմանագիր, հետո դարձել Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց։ Իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջև ինչ տարբերություն կա։ Կա որևէ տարբերություն դրանց միջև։ Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի, համաձայնագիրը մի քիչ ավելի խորհրդանշական։ Ես այս քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում, ես կփորձեմ ճշտել մի հատ հասկանալու համար թե ինչ խնդրում եմ քանի որ ձեր գործընկերները տարբեր հարցեր տվեցին, որ խնդրեմ ձեր հարցի արդյոք այս պահին Երևանի եւ Բաքվի միջև քննարկում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ոչ բանակցություններ կան, ոչ Բնականաբար Հայաստանը աշխատում է եւ դա ավելի շատ հրապարակային դուք տեսնում եք, որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, այսինքն տեքստը այլևս համաձայնեցված է եւ մնում է ստորագրությունը, այսքանը եւ վերջին եւ խնդրում եմ վերջին հարցը եւ վերջին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից խաղաղության պայմանագրի ստորագրումը այդ հարցին բազմաթիվ անգամ տարբեր մակարդակով անդրադարձել ենք դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվելու է։ Եթե պատասխանատու ստորագրել, ինչու՞ չի հրապարակում այդ համաձայնագիր գծիկ պայմանագիրը, պարոն Գրիգորյան, որ ժողովրդի իմանա ինչ է ստորագրում Փաշինյանը։ Ինչու է ժողովրդի տակում պահում ստորագրելուց առաջ հրապարակում։ Նախ կցանկանայի նշել, որ եթե ուշադիր հետևեք հրապարակային ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հանրության հետ կիսել եք։ Ես հասկանում եմ, խնդրում եմ, սպասեք։ Քանի որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ամբողջ գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել ենք, ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք հապաղման ադրբեջանական կողմից ոչ թե հապաղման ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին եւ քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ամբողջ գործընթաց կիսվել ենք հանրության հետ, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ։ Երևանը կոնկրետ տեղ առաջարկել է ադրբեջանական կողմից։ Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ, դրանք պետք է գիտեք ոնց խաղաղության պայմանագիրը կարծում եմ եթե ստորագրենք ինչ որ մի բալանսավորված տարբերակով կստորագրենք դա քննարկելու հարց է